Ողջույն սիրելի հայրենակիցներ, ես Արություն Մինասյանն եմ, դուք դիտում եք ԱՄՆ գլխավոր լուրերը։ Այսօր Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը գրեթե 2 ժամ տևած ասուլիսով նշանավորել է երկրորդ նախագահական ժամկետի առաջին տարվա ավարտը։ Թրամփը ներկայացրել է վարչակազմի ձեռքբերումների երկար ցուցակ, հատուկ շեշտելով ներգաղթի խստացումը, տնտեսության վիճակը եւ արտաքին քաղաքական նախաձեռնությունները։ Նա ընդունել է, որ իր ուղերձները միշտ չէ, որ հասնում են ընտրողներին եւ հայտարարել, որ ասուլիսի նպատակը հենց այդ բացը լրացնելն է։ Նախագահն անդրադարձել է Գրենլանդիայի հարցին, հրաժարվելով հստակ ասել, թե որքան հեռու է պատրաստ գնալ այն ձեռք բերելու համար։ Կիմանաք, ասել է նա։ Թրամփը չի բացառել նաև Պանամայի ջրանցքի թեմային վերադառնալը։ Նա հայտարարել է, որ իր խաղաղության խորհուրդը Գազայի համար տեսականորեն կարող է փոխարինել ՄԱԿ-ին, քննադատելով կազմակերպության արդյունավետությունը։ Թրամփը կրկնել է, որ ՆԱՏՕ-ն պետք է արդար վերաբերվի ԱՄՆ-ին եւ կասկածի տակ է դրել դաշինքի պատրաստակամությունը անհրաժեշտության դեպքում պաշտպանել Միացյալ Նահանգները։ Նախագահը կրկին դժգոհություն է հայտնել Նոբելյան խաղաղության մրցանակ չստանալու կապակցությամբ, պնդելով, որ փրկել է միլիոնավոր կյանքեր եւ կանգնեցրել մի քանի պատերազմներ։ Անդրադառնալով ներգաղթին, Թրամփը խոստովանել է, որ այսի գործողությունների ընթացքում երբեմն կարող են լինել սխալներ, սակայն դրանք արդարացրել են, նշելով, որ գործ ունեն վտանգավոր մարդկանց հետ։ Նա նաև հայտարարել է, որ վարչակազմը կենտրոնանում է հատկապես ծանր հանցագործների վրա։ Թրամփը հայտնել է, որ կարծում է հնարավոր է ամերիկացիներին տրամադրել մինչև $2000 վճարումներ մաքսատուրքերի եկամուտներից, նույնիսկ առանց կոնգրեսի համաձայնության։ Ասուլիսի ավարտին նախագահը նշել է, որ իր առաջին տարվա 3 հիմնական ձեռքբերումներն են բանակի վերակառուցումը, Միացյալ Նահանգներում խոշոր ներդրումային գործարքները եւ դեղերի գների իջեցումը։ Եթե ցանկանում եք ասուլիսն ամբողջությամբ դիտել, ապա այն մեր ալիքում է բաժանված է երկու մասի՝ նախագահ Թրամփի հայտարարությունները եւ նախագահ Թրամփի հարց ու պատասխանը։ Եվ մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին եւ լայք դնել մեր նյութերին։ Մենք առհասարակ ինչ կարող ենք առանձնացնել նախագահ Թրամփի պաշտոնավարման մեկամյակին։ Փորձենք գլխավորներից միայն խոսենք։ Վերադառնալուց 1 տարի անց նախագահ Դոնալդ Թրամփը էականորեն փոխել է Ամերիկայի ներքին եւ արտաքին քաղաքական ուղղությունը։ Նրա նախագահության առաջին 365 օրերը բնորոշվել են դաշնային կառավարման կոշտ վերափոխումներով, քաղաքական հակառակորդների դեմ գործողություններով, զանգվածային արտաքսումների առաջնորդությամբ, արտաքին քաղաքական կտրուկ քայլերով եւ Վաշինգտոնի խորհրդանշական կերպարի փոփոխությամբ։ Առաջին ամիսների գլխավոր զենքը դաշնային կառույցների կրճատում եւ կառավարական բարեփոխումներ։ Թրամփի վարչակազմը լայնածավալ կրճատումներ է իրականացրել դաշնային կառույցներում։ Կառավարության արդյունաբերության վարչության միջոցով իհարկե իրականացվել են աշխատակիցների զանգվածային ազատումներ, կամավոր հեռացումներ եւ գերատեսչությունների փակումներ։ Մինչև 2025 թվականի նոյեմբերը դաշնային համակարգը կորցրել ավելի քան 317,000 աշխատակից, թեև մի մասը հետո վերականգնվել է դատարանների միջամտությունից հետո։ Չնայած կրճատումներին ընդհանուր դաշնային ծախսերը չեն նվազել, իսկ պետական պարտքը շարունակում է աճել։ Վարչակազմը փորձել է սահմանափակել կամ լուծարել մի շարք կառույցներ, այդ թվում Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալությունը, կրթության նախարարությունը, սպառողների ֆինանսական պաշտպանության բյուրոն։ Առողջապահության ոլորտում կրճատվել են տասնյակ հազարավոր աշխատատեղեր, նվազեցվել են գիտահետազոտական եւ հանրային առողջապահական ծրագրերի ֆինանսավորումները, իսկ ԱՄՆ-ն դուրս է եկել առհասարակ առողջապահության համաշխարհային կազմակերպությունից, սա առաջին իսկ օրերից։ Հաջորդը, որ կառանձնացնենք, քաղաքական հակառակորդների դեմ գործողություններ եւ դաշնակիցների պարգևատրում։ Արդարադատության նախարարությունը հետաքննություններ սկսեց Թրամփի մի շարք քաղաքական հակառակորդների նկատմամբ։ Միևնույն ժամանակ նախագահը լայնորեն օգտագործեց ներման իր իրավասությունը, ներում շնորհելով քաղաքական եւ հանրային գործիչների լայն շրջանակի։ Տասնյակ պաշտոնյաներ զրկվեցին անվտանգության թույլատվությունից, այդ թվում նախկին նախագահներ եւ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Չեմ ցանկանում դետալային խոսել, այլապես մի քանի օր է պետք ամբողջությամբ դետալ անդրադառնալու համար այս 1 տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների։ Բայց հաջորդը, որը կառանձնացնենք, գուցե եւ գլխավորն է զանգվածային արտաքսումներ եւ ներգաղթային քաղաքականություն։ Թրամփի խոստացած պատմության ամենամեծ արտաքսումը դարձել է վարչակազմի առանցքային ուղղություններից մեկը։ Մինչև 2025 թվականի վերջը արձանագրվել է մոտ 2 միլիոն ինքնակամ հեռացում եւ ավելի քան 600,000 արտաքսում։ Այսի կալանավայրերում պահվողների թիվը հասել է պատմական առավելագույնին՝ շուրջ 73,000 մարդ։ Սահմանային ձերբակալումները կտրուկ նվազել են, սակայն ներգաղթային գործողություններն ուղեկցվել են բողոքներով, իրավական հայցերով եւ ուժային միջադեպերով։ Գլխավոր հերթական զենքը, որ կիրառել է նախագահը, արտաքին քաղաքականություն եւ ուժի ցուցադրում։
Թրամփի վարչակազմը ակտիվորեն կիրառել է ռազմական ուժը արտասահմանում հարվածներ հասցնելով Իրանի միջուկային օբյեկտներին, գործողություններ իրականացնելով Կարիբյան եւ Խաղաղօվկիանոսյան հատվածներում, ինչպես նաեւ Վենեսուելայում իրականացված հատուկ գործողությունը։ Նախագահն առաջ է մղել այսպես կոչված Դոնրո դոկտրինը, որի շրջանակում Միացյալ Նահանգները նվազեցնում է իր ներգրավվածությունը Եվրոպայում եւ մեծացնում ազդեցությունը արևմտյան կիսագնդում։ Օրինակ Գրենլանդիայի ձեռքբերման շուրջ Թրամփի հայտարարությունները լուրջ անհանգստություն են առաջացրել ՆԱՏՕ-ի դաշնակիցների շրջանում։ Նախագահը չի բացառել ռազմական ուժի կիրառումը եւ մաքսատուրքերն օգտագործում է որպես ճնշման գործիք։ Եվ քանի որ խոսք գնաց մաքսատուրքերից, բիզնես թե քաղաքականություն, այսպիսի հարցադրում անենք, կետ, որին չենք կարող չանդրադառնալ տնտեսական քաղաքականություն եւ մաքսատուրքեր։ Թրամփը մաքսատուրքերը դարձրել է իր տնտեսական քաղաքականության հիմնական գործիքներից մեկը։ Չնայած պնդումներին, որ դրանք մեծ եկամուտներ են բերում պետությանը, տնտեսագետները նշում են, որ հիմնական բեռը կրում են ամերիկացի սպառողները։ Չինաստանի հետ առևտրային լարվածությունը ինչ-որ պահի հասել էր նույնիսկ ծայրահեղ մակարդակի, թեև հետագայում որոշ չափով մեղմվեց։ Թրամփը սահմաններ չի սիրում, մյուսը, որ կարելի է առանձնացնել, նախագահական լիազորությունների ընդլայնումն է։ Թրամփը լայնորեն օգտագործել է գործադիր հրամանները շրջանցելով կոնգրեսը։ Նա առաջին տարվա ընթացքում ստորագրել է հարյուրավոր հրամանագրեր։ Նրա կողմից մաքսատուրքերի սահմանումը, ռազմական գործողությունները, ազգային գվարդիայի տեղակայումները դարձան սահմանադրական վեճերի առարկա, որոնց մի մասը հասավ մինչև Գերագույն դատարան։ Մյուս ակնառու իրադարձությունները երևի թե ներքին էին, հաստատությունների վերափոխում ու ճնշում։ Վարչակազմը ճնշում է գործադրել իրավաբանական ընկերությունների, համալսարանների, լրատվամիջոցների վրա։ Մի շարք բուհեր եւ մեդիա կազմակերպություններ ստիպված են եղել համաձայնագրեր կնքել վարչակազմի հետ հետաքննություններից խուսափելու կամ դաշնային ֆինանսավորման կրճատումից խուսափելու համար։ Ակնառու փոփոխություն նաեւ գործարքների քաղաքականության միջոցով։ Թրամփը շարունակել է իր գործարար մոտեցումը, նախընտրելով երկկողմ գործարքներ ընկերությունների եւ երկրների հետ։ Ներկայացվել են ներդրումային ծրագրեր տեխնոլոգիական հսկաների եւ օտարերկրյա գործընկերների մասնակցությամբ, ինչպես նաեւ փորձեր կարգավորելու TikTok-ի ամերիկյան գործունեությունը։ Թրամփը սիրում է շքեղություն կամ այն, ինչ դուր է գալիս իրեն, դա է սիրում։ Մեր աչքից չի վրիպել Սպիտակ տան եւ Վաշինգտոնի կերպարի փոփոխությունը։ Նախագահն իր կրինքն է դրել Սպիտակ տան արտաքին եւ ներքին տեսքի վրա, նախաձեռնելով նոր պարահանդեսային սրահի կառուցում, ավանդական հատվածների քանդում, հուշակոթողների եւ խորհրդանշական կառույցների նախագծում։ Մի շարք հաստատություններում փորձ է արվել ամրագրել Թրամփի անունը որպես պատմության ամենամեծ գործարք կնքողի խորհրդանիշ։ Թրամփի նախագահության առաջին տարին արդենից դարձել է ԱՄՆ պատմության ամենավիճահարույց եւ խորքային փոփոխություններով լի ժամանակաշրջաններից մեկը, առաջ բերելով լուրջ հարցեր իշխանության, հավասարակշռության, ժողովրդավարական ինստիտուտների եւ միջազգային կարգի ապագայի վերաբերյալ։ Նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված հունվարի 20-ի վերջնաժամկետը, որով վարկային քարտերի տոկոսադրույքները պետք է իջեցվեին մինչև 10%-ի, փաստացի արդյունք չի տվել։ Ժամկետի ավարտին բանկերի եւ վարկային քարտերի թողարկողների մեծ մասը պահպանել է գործող տոկոսադրույքները, միաժամանակ հայտարարելով, որ նախագահի առաջարկը չունի բավարար իրավական եւ քաղաքական հստակություն իրականացվելու համար։ Թրամփը նախաձեռնությունը ներկայացրել էր հունվարի 9-ին, բանկերին թողնելով ընդամենը 11 օր։ Նա հայտարարել էր, որ նպատակն է պաշտպանել ամերիկացիներին 20-ից 30 եւ գուցեև ավելի բարձր տոկոսադրույքներից, պնդելով, որ դրանք անխոչնդոտ տարածվել են նախորդ վարչակազմի օրոք։ Նախաձեռնությունն արժանացել էր երկուսակցական որոշակի աջակցության։ Վերլուծաբանների համաձայն 10%-անոց սահմանաչափի կիրառման դեպքում սպառողները կարող էին տարեկան խնայել շուրջ $100 միլիարդ տոկոսավճարների հաշվին։ Սակայն բանկային ոլորտը զգուշացնում է, որ նման քայլը կարող է հակառակ ազդեցություն ունենալ, հանգեցնելով վարկային հասանելիության կտրուկ նվազման։ Մինչ այժմ Սպիտակ տունը չի ներկայացրել որևէ օրենսդրական կամ գործադիր մեխանիզմ, որով կսահմանվի եւ կիրականացվի տոկոսադրույքի սահմանափակումը։ Սպիտակ տան մամուլի խոսնակ Քերոլայն Լևիթը հայտարարել է, որ նախագահն ակնկալում է բանկերի համապատասխանություն, սակայն չի նշել կոնկրետ հետևանքներ դրանք չկատարելու դեպքում։ Մասնագետների խոսքով ներկայումս Միացյալ Նահանգներում չկա դաշնային օրենք կամ նախագահի հրաման, որը վարկային քարտերի տարեկան տոկոսադրույքը կսահմանափակի 10%-ով։ Սպառողների ֆինանսական պաշտպանության բյուրոն էլ հաստատում է, որ նման ընդհանուր սահմանափակում գործող օրենսդրությամբ գոյություն չունի։ Իրավաբաններն ու տնտեսագետներն էլ նշում են, որ տոկոսադրույքների սահմանաչափը կարող է հաստատվել միայն կոնգրեսի կողմից ընդունված օրենքով։ Բանկային ոլորտի ներկայացուցիչներն էլ ասում են, որ եթե սահմանաչափը ուժի մեջ մտնի, բանկերը ստիպված կլինեն կրճատել ռիսկային վարկառուների հասանելիությունը։ Վարկային քարտերով պարտք ունեցող օգտատերերի մոտ 2/3-ը կարող է կորցնել վարկային գիծը, իսկ շուրջ 47 միլիոն ցածր վարկային վարկանիշ ունեցող ամերիկացիներ ամբողջությամբ կզրկվեն վարկից։
Հանրապետական 3 սենատոր դիմել են Թրամփի վարչակազմին պահանջելով դադարեցնել Գուամ հյուսիսային Մարիանյան կղզիներ վիզայի արտոնությունների ծրագիրը, որը նրանց պնդմամբ խրախուսում է Չինաստանի քաղաքացիների կողմից այսպես կոչված ծննդաբերական տուրիզմը եւ հնարավորություն է տալիս արագ ճանապարհով ստանալ ԱՄՆ քաղաքացիություն, թեկուզ եւ իրենց երեխաների համար։ Ծրագիրը թույլ է տալիս Չինաստանի քաղաքացիների միջև 14 օր առանց վիզայի այցելել ԱՄՆ տարածքներ հանդիսացող Գուամ եւ հյուսիսային Մարիանյան կղզիներ։ Թրամփի վարչակազմին ուղղված նամակում Ֆլորիդայի սենատոր Ռիկ Սքոթը, Ինդիանայի սենատոր Ջիմ Բենքսը եւ Օքլահոմայի սենատոր Մարկ Ֆեյն Մալինը դիմել են ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմին եւ ներքին գործերի նախարար Դագ Բորգումին կոչ անելով դադարեցնել ծրագիրը։ Նրանց խոսքով այդ մեխանիզմը ստեղծել է ամբողջ մի արդյունաբերություն, որի շրջանակում չինացի կանայք ծննդաբերում են Մարիանյան կղզիներում իրենց երեխաներին ԱՄՆ քաղաքացիություն ապահովելու նպատակով։ Սենատորները դա համարում են ազգային անվտանգության երկարաժամկետ սպառնալիք, նշելով, որ նման ճանապարհով ծնված անձինք ապագայում կարող են հասնել բարձր պետական պաշտոնների։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես անդրադարձել էր այս թեմային, հայտարարելով, որ Չինաստանը մեծ բիզնես է դարձրել այդ պրակտիկան։ Նրա խոսքով մարդիկ գալիս է Միացյալ Նահանգներ, երեխա են ունենում ու երեխան ավտոմատ դառնում է ԱՄՆ քաղաքացի օգտվելով բոլոր իրավունքներից։ Ծրագիրը գործարկվել է 2009 թվականին եւ սկզբնական շրջանում վերաբերում էր միայն Հոնկոնգի անձնագրեր ունեցող քաղաքացիներին։ Տարիների ընթացքում Սայպան դարձել է ծննդաբերական տուրիզմի կենտրոն, սակայն վերջին տարիներին նման դեպքերի թիվը կտրուկ նվաճել է։ Պաշտոնական տվյալներով 2024 թվականին քաղաքում գնացվել է ընդամենը 58 նման ծնունդ 2018 թվականի 581-ի դիմաց։ Այնուամենայնիվ, հանրապետական սենատորների մտահոգությունները կիսում են անվտանգության որոշ փորձագետներ, որոնք նշում են, որ ծրագիրը կարող է օգտագործվել Չինաստանի կողմից ԱՄՆ ռազմական օբյեկտների շուրջ հետախուզական նպատակներով։ Սենատորները պահանջել են ներքին անվտանգության նախարարությունից պաշտոնական պատասխան մինչև հունվարի 28-ը, շեշտելով, որ Չինաստանի քաղաքացիները պետք է ենթարկվեն նույն վիզային ստուգումներին, ինչ աշխարհի մեծ մասի քաղաքացիները։ Մինեապոլիսում ԱՄՆ Դաշնային սահմանապահ ծառայության, նույն ինքը CBP եւ ներգաղթի ու մաքսային վերահսկողության ծառայության AIS-ի ղեկավարները ներկայացրել են քաղաքում իրականացվող լայնածավալ ներգաղթային գործողությունների մանրամասները, հայտարարելով, որ դրանք ուղղված են բացառապես հանրային անվտանգության ապահովմանը։ CBP-ի հրամանատար Գրեգ Բովինոն հայտարարել է, որ գործողություններն իրականացվում են օրինական, նպատակային եւ ոչ քաղաքական հիմքով։ Նրա խոսքով դաշնային իրավապահ մարմինները միջամտում են այն դեպքում, երբ նահանգային կամ քաղաքային մակարդակում առաջանում են իրավական բացեր, որոնք շահարկվում են հանցագործների կողմից։ Բովինոն ընդգծել է, որ իրականացվող գործողությունների թիրախում են սպանությունների, բռնաբարությունների, մանկապղծության, ընտանեկան բռնության, թմրաշրջանառության եւ կազմակերպված հանցավոր խմբերի հետ կապ ունեցող անձինք։ Նրա խոսքով վերջին 1 տարվա ընթացքում Մինեսոտայում ձերբակալվել է ավելի քան 10,000 հանցավոր անցյալ ունեցող ապօրինի ներգաղթյալ, իսկ վերջին 6 շաբաթվա ընթացքում շուրջ 3,000։ Այսի ներգաղթի հեռացման գործողությունների գործադիր փոխտնօրեն Մարկոս Չարլզը հայտնել է, որ միայն վերջին օրերին Մինեսոտայում ձերբակալվել 113 ապօրինի ներգաղթյալ, որոնց թվում կան սպանության, մանկապղծության, զինված կողոպուտի, առևանգման եւ սեռական բռնության համար դատապարտված անձինք։ Նրա խոսքով ներկայումս իրավապահները որոնում են եւս 2 սեռական հանցագործների, որոնք գտնվում են ազատության մեջ Սենթ Փոլի շրջակայքում։ Դաշնային պաշտոնյաները հայտնել են նաեւ, որ Մինեսոտայի իշխանությունները վերջին 1 տարվա ընթացքում ազատ են արձակել շուրջ 500 հանցավոր անցյալ ունեցող ապօրինի ներգաղթյալների, չփոխանցելով նրանց AIS-ին, չնայած նրանցից շատերն ունեցել են անգամ արտաքսման վերջնական դատական որոշում։ Բովինոն եւ Չարլզը կոշտ քննադատության են ենթարկել նահանգապետ Թիմ Ուոլցին եւ Մինեապոլիսի քաղաքապետ Ջեյքոբ Ֆրեյին, նրանց մեղադրելով դաշնային իրավապահների դեմ թեժ հռետորաբանություն տարածելու եւ գործողություններին խոչընդոտելու մեջ։ Բովինոյի խոսքով քաղաքում տեղի ունեցող բախումները, մեքենաների վնասումները եւ իրավապահների վրա հարձակումները մասամբ պայմանավորված են քաղաքական հայտարարություններով, որոնք խթանում են լարվածությունը։ Դաշնային կողմը կրկին կոչ է արել տեղական իշխանություններին համագործակցել եւ հանցավոր անցյալ ունեցող ապօրինի ներգաղթյալներին փոխանցել AIS-ին, որպեսզի խուսափեն քաղաքի փողոցներում իրականացվող ձերբակալություններից։ Պաշտոնյաները հայտարարել են, որ գործողությունները շարունակվելու են ինչպես սահմանին, այնպես էլ երկրի ներսում, ընդգծելով, որ սահմանային եւ ներքին վերահսկողությունը նույն անվտանգության շղթայի երկու անբաժան մասերն են։ Այսօր այսքանը, շնորհակալ եմ մեզ մշտապես հետևելու համար, ես Հարություն Մինասյանն եմ, մինչ նոր հանդիպում, առողջ եղեք։